Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին եւ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանին։ Բարև ձեզ, հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մեկնարկում է Արտաշատի 3-րդ հանրապետական թատերական փառատոնը, մեր բանախոսները կներկայացնեն մանրամասներ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ 3 տարի առաջ հիմք դրվեց փառատոնին եւ ես շատ ուրախ եմ, որ փառատոնը դարձել է արդեն ամենամյա, իհարկե դառնում է արդեն Արտաշատ քաղաքի այցեքարտերից մեկը, կարևորագույն այցեքարտերից մեկը, եւ այստեղ ես ուզում եմ հատուկ նշեմ, որ փառատոնները մարզերում շատ կարևոր ակցիաներ են եւ արդեն 2 տասնյակից ավել տարի է, որ թատերական գործիչների միության համար այդ փառատոնները դարձել են ստրատեգիական նշանակություն ունեցող միջոցառումներ։ Ինչ է փառատոնը։ Փառատոնը տոն է, տոնակատարություն է, որտեղ հավաքվում են հանրապետության թատրոններ Երևանից, մարզերից եւ այդ օրերին ավելի տեսանելի, ավելի որոշակի է դառնում հանդիսատեսի կապը թատրոնի հետ, հանդիսատեսը ավելի է կապվում թատրոնի հետ եւ ընդհանրապես փառատոների պատմությունը ցույց է տվել, որ ամեն մի այդպիսի միջոցառումից հետո տվյալ քաղաքի համայնքի թատրոնը շատ ավելի ակտիվ է սկսել աշխատել հանդիսատեսի հետ, այսինքն հանդիսականը կապվում է, ել ավելի է կապվում թատրոնի հետ։ Իհարկե Արտաշատի թատրոնը վերջին տարիներին բավական լուրջ ձեռքբերումներ ունի, Կամոյի թատրոն գալով բավական լուրջ աշխատանքներ է տանում, բավական հետաքրքիր նախագծեր են իրականացվում եւ ես շատ ուրախ եմ, որ այդ առաջարկը հենց Կամոյից եղավ 3 տարի առաջ, մենք հանդիպեցինք մարզպետի հետ, մարզպետը 2 ձեռքով պաշտպանեց այդ գաղափարը եւ խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի փառատոնը կայանա եւ ստեյության արեց, անում է, արդեն 3-րդ տարին է, բավական մեծ աշխատանք է տանում եւ ես այստեղ ուզում եմ նշեմ, որ առանց տեղի իշխանությունների ընդհանրապես ոչինչ անել հնարավոր չի, առանց նրանց ցանկության, որքան էլ որ դրսից ուզենան այլ կազմակերպություններ այդտեղ ինչ-որ փառատոն անել, այո, մարզպետը հենց տանտիրոջ իրավունքով վերցրեց իր ձեռքը կազմակերպման հետ կապված ֆինանսական խնդիրներ լուծելու հետ կապված բոլոր հարցերը եւ փառատոնը ես ուրախ եմ, որ կայանալու է, 11 թատրոն է մասնակցելու, շատ ուրախալի է, որ մասնակցելու ցանկություն ունեցող թատրոնների քանակը մի քանի անգամ ավելի շատ է, բայց փառատոնը մնում է փառատոն, այն մեկ շաբաթից ավելն ու այս դեպքում 9 օր է կայանալու, դրանից ավել հնարավոր չի ցկել, մի խոսքով ես համոզված եմ շատ լավ ծրագիր է կազմված, ես համոզված եմ, որ փառատոնը կայանա, հերթական թատերական տոնը Արտաշատում տեղի կունենա եւ առավել եւս կասկած չունեմ, որ հաջորդ տարիներին մենք դարձյալ հնարավորություն կունենանք մասնակիցը դառնալու այդ տոներին։ Շնորհակալ եմ շատ, խնդրեմ ներկայացնեք ինչ ծրագիր է սպասվում այս տարի։ Շնորհակալություն սիրով, այս տարի փառատոնին ներկայացված են հայաստանյան 11 թատրոններ, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Հրազդանի դրամատիկական թատրոն, Մալյան թատրոն, Խամաճիկների պետական թատրոն, Ազգային տիկնիկային թատրոն, Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական պետական թատրոն, Կապանի դրամատիկական թատրոն, ներգրավված է նաև Արմոնոֆեստից
ուրեմն Սասունցի Դավիթ ներկայացումը եւ փառատոնը եզրափակում է Երևանի Մնջախաղի պետական թատրոնը։ Ծրագիրը իսկապես շատ լավն է, շատ հագեցած ծրագիր է եւ այնպես է արվել, որ բոլոր տարիքային խմբերի համար ներկայացումներ լինեն։ Այո, պարոն Ղազանչյանը ճիշտ նշեց, որ բավականին փառատոնի նկատմամբ հետաքրքրություն կա, թե մարզում, թե հարակից մարզերում, անգամ Երևանից գալիս են հանդիսականներ մասնակցելու փառատոնին եւ իսկապես դա այդ մեկ շաբաթը թատերական տոն է Արարատի մարզում, Արտաշատ քաղաքում։ Ես ուզում եմ նաեւ նշել, որ փառատոնը արդեն 3-րդ տարին կայանում է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ պարոն Ղազանչյանի ջանքերի շնորհիվ եւ աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Արարատի մարզպետի աշխատակազմի եւ Արտաշատի համայնքապետարանի։ Մենք ուզում եմ նշել, որ պատրաստ ենք ընդունելու մեր գործընկեր թատրոններին եւ այս տարի շատ մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ արդեն մեկնարկել են մեր թատրոնում ռուսաձայնային գերժամանակակից տեխնիկայի մոնտաժման աշխատանքները եւ արդեն նոյեմբերի 1-ին մենք մեր գործընկեր թատրոններին ավելի լավ պայմաններում նորացված ռուսաձայնային տեխնիկայով կարող ենք ընդունել մեր հարկի տակ։ Բացի այն, որ այն տոն է թատերական, այսպես մթնոլորտ ավելի է ակտիվացնում, հա, նշեցիք, որ կապն է ամրապնդվում հանդիսատեսի հետ, մարզում այս թատերական ակտիվությունը ինչպես է իր ազդեցությունը ունենում ներքին, այսպես կյանքի աշխուժացման առումով։ Չափազանց մեծ։ Մեկ շաբաթից ավելի վստահաբար շատ հյուրեր եք ունենալու, ինչպեսի ակտիվություն կա։ Ակտիվությունը իսկապես շատ մեծ է լինելու այս ուրեմն փառատոնի շրջանակում եւ նաեւ ուզում եմ նշել, որ շատ մարդիկ կան, որ սիրով գալիս են Արտաշատ, նաեւ զբոսաշրջային նպատակով գալիս են, եկեղեցիներ են այցելում, այնուհետեւ գալիս են փառատոնը ներկայացում դիտելու։ Ուրախալի է նաեւ այն առումով, որ հանդիսատեսը սպասում է փառատոնին։ Սպասում է եւ ամեն անգամ ինձ տեսնելիս անպայման լինելու է, չէ, այս տարի փառատոնը, ելի է չէ լինելու փառատոնը, եւ սա մեզ պարտավորեցնում է, որ անպայման իրականացնենք ամեն տարի եւ դառնա ամենամյա։ Իսկ հյուրատների, հյուրանոցների աշխուժության առումով ինչ կասեք։ Այդ առումով դեռևս դժվարանում եմ պատասխանել, տեղեկություն չունեմ, հյուրատները ինչ խոսք կան, բայց չեմ կարող ասել, թե տեղեկատվություն չունեմ, մնում են քաղաքում, թե ոչ։ Պարոն Ղազանչյան, դուք նշեցիք հատկապես համայնքի ղեկավարության պատրաստակամությունը այս փառատոնի կայացման առումով։ Ինձ հետաքրքիր է այս հաջողված բանաձևը այլ մարզերում կիրառելու ինչ հնարավորություններ եք տեսնում։ Եթե ոչ փառատոնային ձևաչափով, միգուցե այլ ձևաչափով, բայց կրկին ակտիվություն լինի։ Դե գիտեք ինչ, փառատոններ մենք անցկացնում ենք դեպս կազմակերպիչների մեջ ենք տարբեր մարզերում, տարբեր տարիներին մենք կազմակերպել ենք եւ ես ասեմ, էլի կրկնում եմ, որ առանց համայնքների, այ ենթադրենք որևէ քաղաք վերցնենք, չեմ ուզում անուն տամ, թե այդ քաղաքում մենք որոշենք փառատոն անել, տեղի թատրոնն էլ ուզի, բոլորն ուզեն, բայց եթե օժանդակությունը չլինի, մարզպետարանի ոչինչ լինել չի կարող, ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Եվ այս առումով ես կրկնում եմ, որ մարզպետների, որում կապանում էլ անցած տարի, չէ այս տարի, դեռևս անցկացրինք մենք կամերային ներկայացումների փառատոն, դարձյալ մարզպետի միջնորդություններ, դարձյալ մարզպետի ցանկություններ եւ շատ էլի ես կարող եմ թվարկել Հայաստանում թերևս այդպիսի մարզ չկա, որտեղ մենք փառատոն անցկացրած չլինենք եւ այն մարզերը, որտեղ տեղի իշխանությունները, ես ասում եմ մոտ ես նշեցի, որ 20 տարուց ավելի այդ ստրատեգիան թատերական գործիչների միությունը կիրառում է եւ այն մարզերում, որտեղ մի քիչ այն չի եղել տեղի իշխանությունների աջակցությունը, այդտեղ այն որակը, այն մակարդակը չի եղել։ Իսկ հիմնականում հանդիսականը, տեղի հանդիսականը
Միշտ շնորհակալություններ է հայտնել մեզ, ինչու, որովհետև դե գիտեք, ցավոք սրտի մշակութային քաղաքականությունը այնպես կառուցվեց, որ մի տեսակ կտրվում է մարզերի եւ մայրաքաղաքի կապը եւ այս փառատոները նաեւ լրացնում են այդ բացը, լրացնում են այդ խնդիրը եւ հանդիսատեսը դերասանների, որոնց միշտ տեսնում է հեռուստաէկրանին, հանկարծ տեսնում է կենթանի բեմում, հետո մոտենում են, նկարվում են, մեզ են մոտենում, շնորհակալություն հայտնում, որ կազմակերպել էինք այդ կոնկրետ այդ թատրոնի այցը իրենց քաղաք։ Մի խոսքով դա բավական լուրջ ակցիա է եւ ես կարծում եմ, որ եթե կլինեն մարզեր, եթե կլինեն մարզպետներ, համայնքապետեր, որոնք կցանկանան նման միջոցառում կազմակերպել, մենք երկու ձեռքով կողմնակից ենք եւ ամեն ինչ կանենք, որ բարձր մակարդակով այն կազմակերպվի։ Իսկ ինձ հետաքրքիր է թատրոնների ու ներկայացումների ընտրությունը ինչ չափանիշներով է արվում, արդյոք հաշվի է կառնում ներկայացումների ուղերձը, հաշվի է կառնում տարիքայինը, որպեսզի բոլոր տարիքի հանդիսատեսի համար ունենանք ներկայացումներ, ինչ ձևաչափ է։ Դե ինչպես Կամոն նշեց, դուք նկատեցիք բավական բազմաժանր է ծրագիրը եւ տարիքային առումով նկատի ենք ունեցել բոլոր տարիքի հանդիսականներին եւ այդ առումով իհարկե դա հաշվի է առնվում, իհարկե փոքրերի համար պետք է լինի ներկայացում, պետք է ժանրային առումով, որոնք որ չգիտեմ ինչի միշտ համարվել են էլիտար ժանրեր, բայց դրանք նորմալ թատերական տեսակներ են, ենթադրենք խամաճիկների թատրոնը, Մնջախաղի թատրոնը, դրանք էլ պետք է լինեն, որովհետև այդպիսի թատրոնները գույն են հաղորդում ընդհանուր ծրագրին։ Եվ իհարկե մեր դասական ներկայացումները, ես թվարկեց Կամոն, շատ հայտնի ներկայացումներ կան, ներկայացումներ, որոնք մեծ հաջողությամբ ընթանում են իրենց բեմերում, մի խոսքով այդ 8-9 օրվա մեջ հնարավոր չի բոլոր հարցերը լուծել, բայց մաքսիմալ հնարված է, որպեսզի ծրագիրը հետաքրքիր լինի։ Իսկ այսպիսի փառատոնները որքանով են նպաստում, որ մարզային թատրոնները ավելի այսպես ակտիվ գործեն, իրենց խաղացանկերը թարմացնեն, որպեսզի հաջորդիվ կարողանան նոր խոսքով մասնակցել փառատոնին։ Շնորհակալություն, ես մոռացա նաև նշել, որ մասնակցում է նաև Երևանի Մերեմ Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, ավելացնենք ցանկին։ Փառատոնի անցկացումը մի շարք ուղղություններով օգնում է մեզ մեր աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու։ Նախ ֆինանսական փոքրիկ աջակցություն է թատրոնին եւ այդ գումարով մենք կարողանում ենք հաջորդ տարի նոր ներկայացումներ բեմադրել։ Սա իսկապես մարզային թատրոնի համար մեծ աջակցություն է։ Աջակցությունը նաև բարոյական է, որովհետև մեր հանդիսատեսը գալով թատրոն մարդիկ կան, առաջին անգամ են թատրոն գալիս։ Գալով թատրով սիրահարվում են թատրոնին, տեսնելով ներկայացումները, արդեն մեր ընթացիկ ներկայացումներին եւս ցանկություն են հայտնում մասնակցելու։ Հետաքրքրությունը դեպի թատրոնը մեծանում է։ Եվ նաև երրորդը, ես կուզենայի նշել, որ շատ մեր Արարատի մարզի հանդիսատեսներ հնարավորություն չունեն գնալու օրինակ Երևանյան կամ մարզային այլ թատրոնում դիտելու իրենց սիրելի ներկայացումը։ Սա հնարավորություն է նաև հանդիսատեսի համար իրենց սիրելի ներկայացումները ավելի մոտ եւ ավելի հասանելի լինելու իրենց համար։ Իսկ հետաքրքիր Գյումրու թատրոնը, Վանաձորի թատրոնը դիմել են մասնակցության համար։ Վանաձորի թատրոնը դիմել է, այսպես որ չթվակեմ անուններով, շատ թատրոններ են դիմել, ծրագիրը կազմում է այնպես, որ նաև հնարավորություն տանք այլ թատրոնների, որ եթե ուշադիր լինենք, մենք ոչ բոլոր թատրոններն են այս տարի մասնակցում, ովքեր մասնակցել են նախորդ տարիներին, այնպես են անում, մենք թատերական գործիչների հետ ենք աշխատում այդ ուղղությամբ, որ հնարավորություն տանք այլ թատրոնների ներկայանալու փառատոներին եւ իրենք էլ ակտիվ լինեն այդ փառատոնային կյանքում։ Շատ լավ, փառատոնից զատ ձեր թատրոնի ծրագրերի ու խնդիրների մասին պիտի խնդրեմ խոսեք, ինչ նորություն կա այս մեկ տարվա ընթացքում, ինչ աշխատանքներ են տարվել։ Սիրով, շնորհակալություն։ Մենք այս տարի միջազգային համագործակցություն ենք ունեցել
ֆրանսիական կողմի հետ համատեղ իրականացրել ենք Մանուշյան ներկայացումը, որով էլ ազդարարվել է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը տասնյակ երկրների դեսպանների, նախարարների եւ ուրեմն այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ներկայությամբ մենք ուրեմն Մանուշյան ներկայացում ներկայացրեցինք մեր սիրելի հանդիսատեսի դատին, որը մեծ հաջողություն ունեցավ եւ հենց այդ ներկայացումն էլ ընդգրկված է այս տարվա մեր փառատոնային ծրագրում։ Մենք նախորդ տարվա համար արդեն սկսել ենք աշխատանքներ ունենալու պատմական դրամա Արտաշես եւ Սաթանիկ դրաման, աշխատանքներն արդեն սկսել ենք եւ հաջորդ տարի անպայման մենք մեր սիրելի հանդիսատեսի դատին ենք ներկայացնելու։ Մենք այս տարի նաև հյուրախաղերով եղել ենք Լիբանանի Հանրապետությունում եւ մեր հայ համայնքի հազարավոր փոքրիկների համար խաղացել ենք Մարեկենթանը ներկայացումը։ Մենք նախորդ տարվա համար ունենք նախատեսած արդեն պայմանավորվածություն բեմադրություն անելու Ամերիկայում ապրող Լևոն Շանթ թատերախմբի ղեկավար ուրեմն Վարդան Հովհաննիսյանի հետ եւ այդ ներկայացումը մեր թատրոնում բեմադրելով մենք հաջորդ տարի աշնանը պատրաստվում ենք հյուրախաղով հանդես գալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեզ մոտ աշխատանքները ընթանում են շատ այսպես խիտ գրաֆիկով, ուրույն գրաֆիկով եւ փորձում ենք ավելին անել, որ ներկայանալի թատրոն ունենանք։ Իսկ խնդիրների մասին ինչ կասեք, կարծես տեխնիկական առումով նշեցիք, որ լուսաձայնային հարցերը կարգավորվում են, այլ հարցեր ունեք, որ ակնկալում եք։ Կան հարցեր, որոնք մենք մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ շատ արդյունավետ աշխատում ենք եւ մի քանի պրոյեկտներ, ծրագրեր ունենք արդեն ներկայացված նախարարությանը եւ ամեն տարի մեկ քայլ առաջ գնալով որևէ փոփոխություն անպայման նկատվելու է թատրոնում, խնդիրները լուծվում են։ Ինչ խոսքան խնդիրներ, բայց խնդիրները լուծվում են։ Պարոն Ղազանյան, դուք մարզերում հաճախ եք լինում, նշեցիք, որ տարբեր ծրագրերում, կազմակերպչական աշխատանքներում ներգրավված եք, հետ արձագանքը ինչպիսին է մարզերի բնակիչների, ինչ ակնկալիքներ են մշակութային կյանքն ակտիվացնելու առումով, ոչ միայն փառատոների, համերգային ծրագրերի միգուցե այլ միջոցառումներ մարզեր տանելու տեսանկյունից։ Գիտեմ, որ վերջի տարիներին ակտիվություն կա այդ առումով, բայց հետաքրքիր է բնակիչների արձագանքն ինչպիսին է։ Շատ լավ, ես արդեն նշեցի, միայն շնորհակալություններ ենք լսում եւ գիտեք ինչ, ամենակարևորը մենք էլ փորձում ենք, անհետպես ես քիչ թե շատ ծանոթ եմ մարզերին եւ այստեղ կարելի է նաեւ գլխին գնել, թե ինչ տանել, ինչ ներկայացում տանել, ինչ դերասան տանել եւ այդ առումով էլի եմ ասում արձագանքները միայն դրական են, դե ասեմ լեփլեցուն դալիչներ են լինում։ Լեփլեցուն դալիչներ կան, որ կանգնած են։ Այ թատերական լորի փառատոնը վերջերս ավարտեցինք։ Մեր ներկայացմանը, որ տարել էինք, կանգնած էին, հանդիսատեսը կանգնած աջ ու ձախ կողմում, մարդկանց տեղ չկար, նստելու կանգնած նայեցին ամբողջ ներկայացումը։ Սա մեծ հետաքրքրություն է հանդիսատեսի կողմից եւ ես էլի եմ ասում յուրաքանչյուր մարզպետ, յուրաքանչյուր համայնքապետ մեծ գործ արած կլինի, եթե արվեստի այս տեսակը, թատրոն այս ունիկալ տեսակը, որը տարբերվում է արվեստի մնացած բոլոր տեսակներից, տարբերվում է նրանով, որ ինքն իր մեջ արդեն ներառում է այդ բոլոր տեսակները։ Թատրոնը իրոք շատ հետաքրքիր երևույթ է, այնտեղ եւ գրականություն կա, եւ երաժշտություն կա, եւ պարկ կա, եւ նկարչություն կա, եւ ինչ մտքովդ անցնի, ինչ արվեստի տեսակ մտքովդ անցնի, այնտեղ կա, եւ եթե թատրոնական կյանքը զարգանում է, նշանակում է զարգանում են արվեստի մնացած բոլոր տեսակները։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ լավ կլինի, որ բոլոր մարզերում նման հետաքրքրություն լինի։ Ես կուզենայի ավելացնել, պարոն Ղազանյան, որ ամեն տարի մենք այդ փառատոնի օրերի շրջանակում նաև հնարավորություն ենք տալիս Արտաշատի մեր
գործընկեր գեղանկարիչներին, նկարիչներին հանդես գալու ցուցահանդեսով եւ այս տարի եւս նոյեմբերի 1-ից 9 լինելու է նկարների ցուցահանդես մեր նախասրահում եւ ցուցահանդեսը նվիրված է լինելու մեր թատրոնում երկար տարիներ աշխատած նկարիչ, ուրեմն ներողություն եմ խնդրում, անունը մոռացա ճիշտ ասած, եւ այդ շրջանակում մենք դիտելու ենք մեր վարպետի նկարները նվիրված նրա 100-ամյակին։ Եփրեմյան, ներողություն հիշեցի, Գրիշա Եփրեմյանի 100-ամյակին նկարիչ։ Շատ շնորհակալ եմ, հիշեցնենք նոյեմբերի 1-ին մեկնարկն է, հանդիսավոր բացումն է, համազգային թատրոնն է մեկնարկը տալու, մարդահապի մեջ ներկայացմամբ եւ նոյեմբերի 9-ին արդեն Մնջախաղի թատրոնը Կամփոփի ուրվականների սոնատը բեմադրություն։ Շատ լավ, իսկ տոմսերը վաճառվում են։ Այո, տոմսերը արդեն արկա են։ Կարող են ցանկացողներ, իսկ այս ընթացքում Այո, բավականին լավ է։ Եղավ, շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործային հաջողություն ավարտենք։ Շնորհակալություն։